Ժողովուրդ օրաթերթը գրում է, ազգային ժողովում այսօր ստեղծվել է բավականին արտառոց եւ քաղաքական առումով ուշագրավ իրավիճակ։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ այսօր ժամը 16:00-ին իրենք լինելու են վեհափառի դատական նիստին։ Հայտարարությունն անսպասելի էր հատկապես այն պատճառով, որ այսօր խորհրդարանում շարունակվում է ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը ապա քվեարկությունը։ Այսինքն ընդդիմադիր խմբակցության համար սկզբունքային առաջնահերթություն է կաթողիկոսի եւ մյուս հոգեվորականների դատի ներկա լինելը։ Նկատենք, որ արդեն 3 օր է իշխանական падգամավորները մեկը մյուսի հետևից հարցեր են ուղղում Վարդևանյանին, ելույթներ ունենում նրա թեկնածության վերաբերյալ եւ քաղաքական օրակարգում գլխավոր հարցերից մեկը դարձել է արդյոք իշխանությունը կապահովի նրա ընտրությունը առանց ընդդիմության, այդպիսով իժեցնելով ընդդիմադիր փոխոցնակի ընտրության գործընթացը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ազգային ժողովի արդեն նախկին падգամավոր Խաչատուր Սուքիասյանի շքեղ նորոգված աշխատասենյակը տրամադրվել է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին, կարծես թե խորհրդարանական միջավայրը նրա համար այս պահին որոշակի դիսկոմֆորտ է ստեղծում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթը նկատել է, որ ազգային ժողովի նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանն արդեն տեղափոխվել է Ալեն Սիմոնյանի նախկին աշխատասենյակ։ Խորհրդարանում նրան ուղեկցում են անվտանգության 2 աշխատակիցներ, իսկ նրա աշխատակազմը տեղավորվել է ազգային ժողովի նախագահի աշխատակազմի համար նախատեսված սենյակներում։ Նոր փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, որը օրեր առաջ ընտրվեց այդ պաշտոնում, արդեն աշխատում է Ռուբեն Ռուբինյանի նախկին աշխատասենյակում, իսկ Հայկ Կոնջորյանը, որը նույնպես ստանձնել է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, արդեն 3-րդ օրն է իր աշխատանքը կազմակերպում է Հակոբ Արշակյանի համար նախատեսված աշխատասենյակում։ Հրապարակ օրաթերթը գրում է, փետրվարին, երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքն այլևս Նիկոլ Փաշինյանի կինը չէ եւ հեռանում է կառավարական առանձնատներից, ամուսինները սկսեցին չհետևել միմյանց նաեւ Ինստագրամում, ինչպես ասում են, ատպիսկա եղան։ Այնուհետև կար ժամանական ընտրությունների շեմին Աննա Հակոբյանը կրկին հայտնվեց կառավարական ամառանոցում եւ լրագրողների հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շնորհակալ է, որ Աննան եւս մեկ շանս է տվել իրեն ընտանիքը վերականգնելու։ Հետո տիկին Աննան անհետացավ ասպարեզից, նա քարոզարշավին չմասնակցեց, իսկ հունիսի 7-ից հետո երբևէ որևէ տեղ չի երևացել ամուսնու հետ, որքան էլ տարօրինակ է 20 օրից ավելի արձակուրդ վերցրած սարերով ու ձորերով թափառող թատրոն սրճարան գնացող հեծանի վարող Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ կնոջ հետ չերևաց եւ պարզ չէ ի վերջո ընտանիքը վերամիավորվել է թե ոչ։ Ժողովուրդ օրաթերթը ներկայացրել է, թե ինչ ունեցվածքով ավարտեց падգամավորական գործունեությունը ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը։ Падգամավորական գործունեության վերջին հայտարարագրի համաձայն Հայկ Սարգսյանը շարունակել է համատեղ սեփականությամբ ունենալ Արաբկիր վարչական շրջանում գտնվող նույն շինությունը։ 2025 թվականի մարտին նա 6.5 միլիոն դրամով ձեռք էր բերել 2022 թվականի արտադրության Dodge ավտոմեքենա, ինչի արդյունքում տարվա վերջում արդեն ունեցել է 2 մեքենա՝ Lexus եւ Dodge։ Բանկային հաշվի մնացորդը նվազել է մինչև 61794 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 70,000 ԱՄՆ դոլար եւ 22 միլիոն դրամ։ 2025 թվականի եկամուտները կազմել են 12 միլիոն 589,000 դրամ, որից 12 միլիոն 547,000-ը падգամավորի աշխատավարձն է։ Այսպիսով շուրջ 7 տարվա падգամավորական գործունեությունից հետո Հայկ Սարգսյանը խորհրդարանից հեռացավ հայտարարագրելով համատեղ սեփականությամբ 1 շինություն, 2 ավտոմեքենա, 70,000 ԱՄՆ դոլար, 22 միլիոն դրամ կանխիկ եւ բանկային հաշվում 62,000 դրամ։